Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում։ Մարզը եւ մասնավորապես Սիսիանը ունի զարգացման մեծ պոտենցիալ։ Դեռ խորհրդային ժամանակաշրջանից այս տարածաշրջանում ձևավորվել է անասնապահության երկարատև եւ հարուստ փորձ, զարգացման մեծ ներուժ եւ ռեսուրսներ։ Պատահական չէ, որ գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի ստեղծման համար ընտրվել է Սիսիանը, մասնավորապես Սառնակունք համայնքը։ Սուրեն Վարդանյանը ողջունելի է համարում Քարթ հիմնադրամի կողմից կենտրոնի ստեղծման գաղափարը։ Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը կառուցվել է 2011 թվականին եւ սկսել ենք աշխատել։ Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շնորհիվ մեզ հասանելի են դարձել եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների որակյալ անասնաբուժական եւ սերմավորման գործիքներ, Ամերիկայից ներկրված մսատու եւ կաթնատու ցլերի սերմնահեղուկ, կթի ագրեգատներ, խոթհնձիչներ, գյուղատնտեսական պարագաներ, կերային հավելումներ, խոտի սերմեր, կաթի վերամշակման պարագաներ եւ մերաններ։ Սա դեռ ամենը չէ։ Մենք շարունակվելու ենք համալրել առաջարկված ապրանքների ցանկը։ Ունենալով 106.2 քառակուսի մետր ընդհանուր տարածք, կենտրոնը բաղկացած է մի քանի մասից՝ հանդիպումների, սեմինարների սենյակ, գրասենյակային մաս, անասնաբուժական դեղերի վաճառքի կետ, խոհանոց, սանհանգույց, պահեստային մաս, կենդանիների հետազոտման տարածք եւ բակային մաս։ Կենտրոնում հիմնականում իրականացվում է անասնաբուժական ծառայությունների, տավարի, խոզի արհեստական սերմնավորում։ Բացի ներկայացված ապրանքներից, կենտրոնը պարբերաբար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ անասնաբուժների, ֆերմերների, վերամշակողների, արտադրողների համար տարբեր թեմաներով։ Արհեստական սերմնավորում, կաթնատու կովերի տավարի կառավարում, պահված հիգիենա, կերակրում, խնամք եւ կաթի հիգիենան, պանիրի արտադրություն նոր տեխնոլոգիաներով եւ այլն։ Ներկայումս կենտրոնում համագործակցում են մեր տարածաշրջանի 12-ից ավել անասնաբուժներ եւ արհեստական սերմավորող տեխնիկներ։ Այս անցած տարվա ընթացքում մենք կատարել ենք 2500 գլուխ արհեստական խոշոր կենդանիների արհեստական սերմնավորում։ Աշխատում ենք շուրջ 2000-ից ավել ֆերմերների հետ։ Բացի այդ, կենտրոնը ստեղծել է նոր աշխատատեղեր։ Այս ուսուցումների շնորհիվ մեր անասնաբուժներին եւ բացառիկ հնարավորություն են ձեռնել մասնակցել արտասահմանից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից անցկացնող տրեյնինգների եւ բարելավել են իրենց գիտելիքները եւ հմտությունները։ Հանդիպումների սենյակը ծառայում է որպես Սյունիքի մարզի անասնաբուժների եւ ֆերմերների համար կանոնավոր կերպով կազմակերպվող հանդիպումների եւ սեմինարների անցկացման վայր։ Մանրածախ առևտրի կետում տեղի ֆերմերներն ու անասնաբուժները կարող են ձեռք բերել բազմազան անասնաբուժական եւ գյուղատնտեսական պարագաներ, անասնաբուժական դեղորայք, անասնապահական կերեր։ Կենդանիների հետազոտության անցկացման հատվածը ծառայում է որպես կենդանիների հետազոտման եւ բուժման վայր, որտեղ կենդանիները ստանում են որակյալ անասնաբուժական սպասարկում։ Հետազոտման վայրը, պահեստները եւ ավտոտնակը գտնվում են շինության ստորին հարկում, գրասենյակային բաժնի ներքևի մասում։ Գտնվելով հարևան գյուղերը տանող երկու հիմնական ճանապարհների հատման խաչմերուկում, կենտրոնը հասանելի է բազմաթիվ անասնաբուժների եւ ֆերմերների։ 10 ցեղական ապրանք ստացել եմ այս կենտրոնի սերմնավորումից, 6 կթուկովը, 4 հատը հերինջեն, պիտի ծնեն։ Հորթեր ունեմ, հորթերս լավ գնով վաճառում եմ, կովերը լավ ընտիր կաթ են տալիս, առաջի փոր ծնած երիժները մինչև 20 լիտրից ավել կաթ են տալիս։ Հորթերը մինչև 100-110 կիլո 5-6 ամս կանը միս է տալիս։ Այս կենտրոնից էլ օգտվում ենք սերմնավորումից, դեղերից, պաների մայայից ամենակարևորը։ Կենտրոնից հենց նոր գնել եմ հակապարազիտային դեղ հորթերի համար, ներքին եւ արտաքին պարազիտների համար։ Այս ամենով հանդերձ կենտրոնը շարունակում է համալրվել նորագույն տեխնիկայով ու դեղամիջոցներով, որոնք կնպաստեն տարածաշրջանի ֆերմերների տնտեսությունների աճին ու զարգացմանը։